Այսպիսով մեզ անհրաժեշտ է լինելու լոլիկ, իհարկե, տեսեք վերցրել եմ այս չափսի լոլիկները, չափսը որևէ նշանակություն չունի, սակայն կարևոր է, որ շատ առողջ լինի, ներսի հատվածից փչացած չլինի, լղկված չլինի որևէ դեպքում, քանի որ մենք գործ ունենք պալածոյի հետ, սա շատ կարևոր է։ Այստեղ իմ մոտ առապես 3-ից 4 կգ լոլիկ է, թե ոնց ենք ազատվելու կեղևից, կներկայացնեմ մի քիչ ավելի ուշ, շատ հետաքրքիր տարբերակով առանց եռման ջրի։ Վերցրել եմ սովորական այսպես պղպեղ, կարաք փոխարինեք կամ ավելացնեք բուլղարականը նաև, գույնը որևէ կապ չունի, սակայն քանի որ լոլիկը կարմիր է, դրա համար կանաչ եմ վերցրել, որ տարբերություն լինի գունային ու լինի էլ ավելի գեղեցիկ։ Պարտադիր կերպով բոլոր բաղադրիչները շատ լավ մի քանի անգամ լվանում ենք, որ որևէ հող կամ ինչ-որ փոշի հանկարծ չմնա։ Նաև ըստ ցանկության վերցնում ենք մաղադանոց կանաչեղենից, նույնպես շատ լավ լվանում ենք, իմ մոտ ստեղ կես կապա, բայց երևի ավելի քիչ կօգտագործենք, այսքանը երևի շատ է։ Նաև շաքարավազ անհրաժեշտ լինելու և աղ իհարկե, 1-ից 2 ճաշի գդալ այստեղ լցված, ըստ ճաշակի ընթացքում մի ճաշի գդալ կավելացնեմ, կհասկանանք, եթե անհրաժեշտ է կավելացնենք էլի, և շաքարավազը նույնպես շատ անհրաժեշտ բաղադրիչ է այստեղ, պետք է պարտադիր կիրառել։ Այսինքն տարաների մեջ ենք պալածոյացնելու, նախնական շատ լավ լվացել ենք, հիմա կցուցադրեմ նորից, թե ոնց է պետք ստերիլիզացնել արագ ձևով ու շատ հեշտ ձևով, կափարիչները եռացրած են, բայց նույնպես հիմա ստերիլիզացվելու են։ Հիմա խոստացածս լայֆհակը, թե ոնց է պետք կեղևից ազատվել, ոնց արդեն նշեցի, վերցնում ենք լոլիկը, հիմա բաժանում ենք 4 մասի պարզապես, նախ հեռացնում ենք պարտադիր կերպով այս հատվածը, մեզ անհրաժեշտ չի, և նույնպես 2 մասի, այսպես, մյուսը ևս կտրեցինք և բաժանեցինք 2 մասի։ Դնում ենք մի կողմի վրա, վերցնում ենք ցանկացած բան, ես ափսե եմ վերցրել, կարաք անմիջապես կաթսան է վերցնեք, կարևորը որ լինի շատ մաքուր, վերցնում ենք քերիչը, ցանկացած քերիչ, հիմա դնում ենք այսպես, ես ձախլիկ եմ, դրա համար սենց կտեղավորեմ, վերցնում ենք լոլիկը ու այսպես քերիչով անցկացնում, փորձեմ աջ ձեռքով անցկացնել, որ տեսնեք, թե ոնց է արվում, այսպես կանցկացնենք և կձերբազատվենք կեղևից, տեսնում եք, կեղևը մի կողմի վրա է մնում և մեզ անհրաժեշտ խյուսը, լոլիկը մնում է մյուս կողմի վրա։ Կարող եք այս հնարքը կիրառել, շատ արագ է ստացվում, կամ կարող եք անել ինչպես սովորեք, այսինքն եռման ջրով։ Հիմա բոլորը կանեմ ու կշարունակենք։ Նաև ասեմ, որ հենց ափսեն լցվում է, մի անգամից կտեղափոխեմ հյութը համապատասխան կաթսայի մեջ, ջրի մեջ պետք է եփվի ու նորից կշարունակեմ։ Անցկացրեցի ամբողջը քերիչով և տեսեք բավականաչափ ջրալի, այսինքն հեղուկի զանգված կա, որը ընթացքում պետք է ամբողջությամբ գոլորշիանա և մենք ստանանք թանձր տոմատի հյութ, որից հետո արդեն կավելացնենք մնացած բաղադրիչները։ Ընդհանուր առմամբ կրակը միջին պետք է լինի, մոտ առապես 40 րոպեից 1 ժամ պետք է եռա այս ամենը, որից հետո կարող ենք շարունակել արդեն, պարբերաբար խառնում ենք և այդ ընթացքում անցնում ենք մնացած բաղադրիչները հիմա կտրատելուն և խոսելու ավելի մանրամասն։ Հիմա ցուցադրեմ տարաները ստերիլիզացնելու արագ տարբերակը, որը նաև շատ հարմար է։ Վերցնում ենք եռման ջուր, հենց նոր եռացրեցի և անմիջապես շատ զգույշ լցնում ենք տարաների մեջ, այսպես մի քանի կաթիլ։
յուրաքանչյուրի մեջ, հետո կիսով չափ, այսպես լցնում ենք, որից հետո փակում ենք կափարիչով, այսպես, և կթողնենք 15-20 րոպե մոտավորապես, տեսեք գոլոշի է դուրս գալու, և գոլոշու ու կաթիլների հիման վրա ստերիլիզացվելու է և տարան և կափարիչները, որից հետո արդեն ջուրը կթափենք և կանցնենք մնացած գործողություններին։ Հիմա կտրում ենք պղպեղները, նախ հեռացնում ենք պոչը, հեռացնում ենք սերմերը և բաժանում ենք կիսալուսնաձև, այսպես։ Բաժանենք երկու մասի և ինչպես նշեցի, կիսալուսնաձև կտրատում ենք։ Կտորների մեծությունը որոշում ենք ինքներս, ես միջին բարակության այսպես կկտրատեմ, դուք ինչպես կցանկանաք։ Մաղադանոսի կտրելու պրոցեսը ցույց չեմ տալու, պարզ է, պարզապես կբաժանենք մանր կտորների, մանր կկտրենք և կավելացնենք արդեն վերջում պղպեղի հետ միասին։ Մեր մոտ անցել է մոտ 20 րոպեն, տեսնում եք բավականաչափ շատ հեղուկ կա դեռ, ամբողջությամբ կրկնում եմ պետքա գոլոշյանը կամ գոնե կիսով չափով կամ մի փոքր ավել։ Իհարկե խտությունը որոշում ենք մենք ինքներս, սակայն եռալը պարտադիր է այս պահածոյի համար, այլապես լինել չի կարող։ Եվ մոտավորապես 20 րոպեից, տեսեք, դեռ բավականաչափ հեղուկ կա, մոտավորապես 20 րոպեից կավելացնենք մնացած բաղադրիչները և կհամեմենք արդեն։ Դե ինչ մեր մոտ 40-45 րոպե անցել է արդեն, տեսեք տարբերությունը, ահագին հեղուկ է քաշվել, արդեն մնացել է խյուսը, մի փոքր էլ իհարկե հեղուկ կա, դեռ քաշվելու տեղ ունի, սակայն այս թանձրությունը լրիվ արդեն բավական է։ Հիմա շարունակում ենք այս ամենը եփել արդեն մնացած բաղադրիչները ավելացնելով։ Հիմա միանգամից ստեղ կավելացնեմ պղպեղը ու կանաչին, մաղադանոսը տվյալ դեպքում։ Այդ սենց կխառնենք ու միանգամից ոնց ասեցի համեմում ենք, նախնական այսպես մեկ ճաշի գթալախ կավելացնեմ, եթե անհրաժեշտություն է լինում, ոնց որ միշտ ավելացնում ենք էլի, կփորձեմ, կհասկանանք ու 2 ճաշի գթալ շաքարավազ, այսպես։ Մի հատ լավ խառնում ենք, ես հիմա համը կփորձեմ ու եթե պետք է նորից ավելացնում ենք աղ, բայց շաքարավազ էլ անհրաժեշտ չի։ Ընդհանուր առմամբ շաքարավազը թթվայնությունը կարգավորելու համար է և նաև համային դեր է խաղում, որ լցնեք կհասկանաք, որ ավելացնեք կհասկանաք ինչի մասին է խոսքը, բայց եթե չեք ուզում կարաք իհարկե չավելացնեք։ Հիմա խառնում ենք ևս 20-30 րոպե, ամենամինիմալ կրակով եփում ենք, որից հետո արդեն կարանք լցնենք տարաները ու անմիջապես փակենք զմռան համար։ Իհարկե երբ ասում եմ 20 րոպե, 30 րոպե, դա նշանակում է, որ առաջին բլբլթալուց, այսինքն առաջին եռալուց սկսածի նկատի ունեմ և պղպեղն էլ իհարկե լինի եփված, սակայն պահպանիր տեսքը շատ փափկած չլինի, որ լինի շատ գեղեցիկ։ Եվ կանաչին էլ իհարկե նույնպես պետք է շատ լավ լինի եփված։ Ինչ մոտ 20-25 րոպեն էլ անցավ, պատրաստ է։ Լեչոն, տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա, պղպեղը գույնը փոխած, փափկած, սակայն տեսքը պահպանած, այսպես։ Հիմա կրակը մինիմալ է և առանց անջատելու անմիջապես լցնում ենք արդեն տարայի մեջ։ Եվ անմիջապես փակում ենք արդեն, կարող է այնպես լինել, որ փրփուր հավաքված լինի
այս մասում տարայի անպայման հեռացնում ենք որևէ հարմար բանով եւ անմիջապես փակում։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, չեմ մոռանում, որ պարտադիր պետք է փակել, անմիջապես փակելուց հետո ծածկել տաք որևէ վերմակով եւ թողնել մինչեւ հաջորդ օրը, մինչեւ ամբողջությամբ սառչելը, որից հետո նոր կարող եք տեղափոխել համապատասխան դարակները եւ վայելել արդեն ձմռան համար։